Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Դինա այդ նախագիծը։ Եվ Հակոբովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր, երիտասարդներ, որոնք գրավել են ամբողջ եթերը եւ նորություն են ձեզ ներկայացնելու։ Նրանց մասին րոպեներ անց, որովհետեւ ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, աստծորնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ ասեմ, որ իմ հյուրերը ամենաանմիջական կապն են տեսահոլովակի հերոսի հետ, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ-շատերը մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն ասում են լուրջ պատկերացնում եք, խոստացել ենք ձեզ։ Եվ եթե անընդմեջ ես սիրում եմ ներկայացնել պարոն Դաբաղյանի սաներին, այսօր ինձ մոտ նորից հյուրընկալել են նրա սաները։ Այնպես որ մեծագույն սիրով ներկայացնեմ, որ ինձ մոտ տաղավարում է Համլետ Հակոբյանը, Լորետա Ղազարյանը եւ Յուրա Վարդանյանը։ Երեխեք ջան, բարի օր, բարի գալուս ձեզ։ Նախ ես շատ շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք։ Երբ որ պարոն Դաբաղյանի հետ ես շփվում եմ, եթե անկեղծ ես պաշտում եմ այն րոպեները, երբ որ ինքը ասում է «Ձին, ես էլի ունեմ սաներ, որ ուզում են քեզ մոտ տաղավարում լինեն», ուզում են։ Այդ ամենակարևորն է, ոչ թե Դաբաղյանն է ուղարկում, հա, այդ կարևոր երևույթ է։ Եվ նորից սաները ինձ մոտ Դաբաղյանի լինելով նամակների տեղատարափեր ինձ մոտ պահանջում են շատ հեռուստադիտողներ, որ մատաղ սերունդ երաժիշտներ լինեն, որ մի քիչ էլ հալալ զուլալ մեր երաժշտությունը լսենք։ Սկսենք ամենասկզբից։ Ես ուզում եմ շփվել հիմա Համլետի հետ։ Համ ջան, դու սովորում ես որտեղ։ Ես այս բան անհատական պարապում եմ վարպետի մոտ։ Հետագայում նպատակ ունեմ ընդունել կոնսերվատորիա։ Լավ։ Այս տարի։ Ինչքան ժամանակ ապարապում ես։ Վարպետի մոտ։ Այո, վարպետի մոտ։ Մոտ կես տարի։ Շատ լավ, բայց դու մինչև այդ նվագել ես։ 10 տարվա փորձ ունեմ, այո։ 10 տարվա փորձ ունես, քանի տարեկան ես։ 18 եմ դառնում շուտով։ Հիանալի է։ Իսկ երաժշտական դպրոց սովորում ես։
Չէ, սովորել ավարտել եմ։ Ահա, որտեղ արդեն հասցրել է։ Ես Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքից եմ։ Հիանալի է, մամաս հենց հիմա երջանկացավ։ Հետո Մարտունի երաժշտական դպրոցն եմ ավարտել։ Հետո մասնավոր պարապել եմ Հայկ Սիրականյանի մոտ, որն ինձ ուղղորդել է վարպետ Գևորգ Տաբաղյանի մոտ։ շատ լավ եւ փաստորեն դուրս է գալիս, պարապում ենք նենց, որ ընդունվենք կոնսերվատորիա, ճիշտ է։ Այո։ Իսկ այն թեմաները լինում է, որ առիթներ գնում եք, դե մեծամասնությունը բարեկամ հարազատները գիտեն, որ գործիքին տիրապետում եք, արդեն խեղդում են նվագել, կա չէ, տենց բան։ Այո։ Բոլորի դեմքից վերևած էդի մանավանդ մաման ու պապաները ոնց են Մուրադի դեմքով նայում իրենց բալեքին, այդ ուրիշ թեմա է։ Լավ, Լորետայի էջը, եթե դուք հենց հիմա Instagram-ում մտնեք, ինչին follower-ն է, այսպես ասած, ես հասկացա, որ երիտասարդ գեղեցկուհին, արդեն լավագույն փորձ ունի, նկարներից, չգիտեմ, այնտեղ աշխատանքներից հասկացա, որ ստաժ ունես, Լոր ջան, փաստորեն դու։ Ինչքան ժամանակ է նվագում ես եւ քանի տարեկան ես։ 14 տարեկան եմ, քիչ երկար պատմություն է։ Մեր տանը միշտ հնչել է ժողովրդական երաժշտություն եւ փոքրուց լսելով դուդուկի ձայնը սիրահարվել եմ այդ գործիքին, կարելի ասել։ Նվագում է, էլի դուդուկ է նվագում։ Հետո Եվ մի օր մայրիկիս հետ վերնիսաժով անցնելիս դուդուկների կողքով նկատեցի բազմաթիվ դուդուկներ կան դրված եւ խնդրեցի, որպեսզի մեկը գնի ինձ համար։ Ես 5 տարեկան էի այդ ժամանակ։ հետո Եկա տուն ուրախ, ու այդտեղից էլ սկսեցի իմ փորձերը, բայց 11 տարեկանից արդեն մասնագիտացված զբաղվել եմ դուդուկով։ Երաժշտական դպրոցում։ շատ լավ, այդ է ուզում եմ նայ։ Իսկ հիմա վարպետի մոտ անհատականորեն պարապում ես։ Այո։ Ինչ որ ապագայում թեմաներ կա, ինչ ես մտածում, ինչ ես անել։ Ուզում եմ ընդունվել կոնսերվատորիա, դառնալ լավ երաժիշտ։ Հիանալի է, ես վստահ եմ, որ գալու է մի ժամանակ Դաբաղյան այստեղ է լինելու վարպետը եւ շատ սաների հետ ներկայացնելու է մի գեղեցիկ համար, որովհետեւ կրթվում դաստիարակվում են որակյալները, լավագույնները։ Ապրես Յուր ջան, դու ինչ կավելացնես, սիրուն աչքերով տղա, դու ինչքան ժամանակ է նվագում ես։ Ես 15 տարեկան եմ, զբաղվում եմ երաժշտությամբ 7 տարի, սովորել եմ Միրզյանի անվան երաժշտական դպրոցում, Նորայր Ժամարյանի մոտ, հետո տեղափոխվեցի Սպենզերյան, վարպետ Էմանուելի մոտ, հետո սկսեցի պարապել Տիգրան Դավթյանի հետ, հետո արդեն ավարտեցի դպրոցը և անցա Չայկովսկի վարպետի մոտ։ Հասկանում եք, չէ՞, ինչ սերունդ է մեծանում։ Շատ լավ, տարաձայնություններ վարպետի հետ շատ է լինում, քանի այստեղ չի կարող հանգիստ բամբասենք, էլի։ Ոչ։ Որ էլի տենց հանգիստ, դանդաղ, չէ, ցածր ձայնով։ Ու դուք եք չէ՞ իրա նման դարձել։ Դաբաղյանի սաներն են, էլի, բոլորը իրար նման են ստանդարտի մեջ։
ինձ հետաքրքիր է լինում են դեպքեր, երբ որ վարպետը ձեզ թողում է ազատ եւ ասում է, օրինակ, չգիտեմ, վաղվա դասին դուք ինքներդ ընտրեք, ինչ եք ուզում, չգիտեմ, նվագել, սովորել, թե միշտ է տենց լինում, ոնց է լինում։ Այո, լինում է, որ քննարկումներ են կատարում, մենք էլ մեր տարբերակներն ենք առաջարկում տվյալ երաժշտության մեջ։ Հա։ Մեզ ազատ է էլի թողնում։ Հա։ Մենք ասենք դասից դուրս կարանք տարբեր կատակներ իր հետ շատ ընկերական շփվենք, բայց դասն սկսվում է, պետք է լրջանանք եւ անցնենք աշխատանքի։ Հիանալի է։ Մի հարց էլ ինձ հետաքրքրում, դուք արդեն հասցրել եք, չգիտեմ, համերգներ ունենալ, մեծ բեմ բարձրանալ։ Այո, վերջերս տեղի ունեցավ Վաչե Հովսեփյանի 100-ամյակին նվիրված մրցույթ փառատոն, որտեղ մենք ելույթ ունեցանք։ Մենք, այսինքն երգել ունեցել եք Երգել ունեցել ենք, այո։ Ոչ միայն, իր շատ աշակերտներ։ Շատ աշակերտներ։ Հիանալի է։ Մի հարց էլ է ինձ հետաքրքրում, ասում են, եթե գնում ես վարպետի մոտ արհեստանոց, արդեն ինքդ լրջանում ես մի տեսակ, այդ տարբերակն էլ իսկ ձեր մտքով անցել է, որ տարիներ անց դուք ինքներդ եք դառնալու վարպետներ եւ ինչպես եք դասավանդելու, թե հələ այդ թեման հեռու է։ Օրինակ դու պատկերացնում ես քեզ դասավանդելուց։ Կարող ես։ Իսկ մտքեր կան։ Հետագայում վարպետի օրինակով դասավանդեմ էլի։ Դու ինչ կասես, Լոր, կուզես։ Այո։ Հա, կուզեմ, հա։ Օրինակ ես շատ կուզեմ, որ դուք դաստակ, դու լավ մեծ ժառանգություն եք հենց հիմա ստանում, էլի, այդ փոխանցելը շատ լավ բան է։ Եվ մի հարց էլ, ընտանիքի անդամները ընդհանրապես խառնվել են այն գործում, որ դուք երեքտել ընտրել եք դուք։ Չէ։ 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 Դե ոնց չէ, պապան արի, տղես դուք նվագի էլի, ոնց էլ չլինի, լավ կնվագես հարսանիքների ժամանակ են, որ ոնց էլ չլինի, փող կաշխատենք։ Ձեր մոտ այդ տարբերակը կա։ Մեր տանը հակառակներ, մեր տանը ասում էին աղջիկ դուդուկահար, սաքսոֆոն ընտրի ջութակ, ավելի նուրբ կանացի գործիք, բայց այդ ձայնը ինձ գրավել է, ես շատ սիրում եմ այդ գործիքը։ Շունչը թերիքում է, Լորոտա։ Այո։ Հա։ Ես գիտեմ, որ աղջիկների մոտ խնդիրն է, որովհետև թուշիկների պետք է, չէ՞, լավ։ Մեծ լինի թուշիկը, այտերը քո դեմքից նայելուց մենք ավելի շուտ քեզ ջութակահարի դեմք կտանք, քան դու կարի։ Իդեպ ասեմ, նրանք հատուկ մեր ծրագրի համար նախապատրաստվել են։ Պարոն Դաբաղյանին արդեն են, որ ասում է խաբար է տվել, էլի։ Ասեց, որ հատուկ եթերի համար ձայնագրվել են գործեր, որ պետք է ներկայացնեն հանրությանը, այնպես որ րոպեներից այդ ամենը տեղի կունենա։ Բայց հիմա մենք այն մեկ ամսյակի մեջ ենք, տղերք ջան, կներեք, որ ձեզ հրավիրել եմ այս ժամանակահատվածում, ես ուզում էի տղաների հետ ինձ մոտ լիներ նաև աղջիկ, որպեսզի ներկայացնենք նա մեկ ամսյակի ընթացքում տարբեր բնագավառներ եմ, հա, ես ներկայացել, բայց դու կար աղջիկ իմ եթերում չեմ ներկայացրել։ Հիմա քանի որ դուք ունեք հնարավորություն, խնդրում եմ, տեսախցիկը ձերն է, ես կուզեմ յուրաքանչյուրը ձեր մամայի գլխավորությամբ շնորհավորեք կանանց։ Սկսենք քեզնից, Համ ջան։ Ես շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկների միամսյակը, ցանկանում եմ, որ լինեն առողջ, բախտավոր, երջանիկ, եւ անհոգ կյանք։ Կարճ ու կոնկրետ, ինչ կավելացնի մեր աղջիկը։ Ցանկանում եմ միշտ լինեն այդպես ժպտերես, գեղեցիկ, երկար տարիների կյանք, ամենակարևորը առողջություն։ Ապրես, Յուրջան։ Նույնպես ուզում եմ, որ լինեն ուրախ, լինեն առողջ եւ ժպիտով լի։ Ապրեք, դուք էլ վստահ եմ պետք է լինեք, որ ասում եմ ոչ միայն արապետության համար պիտանի զավակներ, այլ ծնողների համար, ինչը շատ կարևոր է, իսկ դուք լուրջ մարդու մոտ եք կրթություն ստանում, նա արդեն ձեզ վստահ կարող եմ ասել երկրորդ ծնողի պես դաստիարակում է, ինչի մասին չեմ վախենում։ Մենք ունենք հովանավոր գործընկերը, որը բացառապես կանանց համար նվերներ է նախապատրաստել, եւ քանի որ այսօր իմ հյուրերի մեջ գեղեցկուհի ունենք, ասեմ, որ ես քո Facebook-յան էջը ուղարկել եմ իմ ընկերներին, Էլիզա Էմի Քուինս խանութ սրա, որ հենց իմ ընկերներին են, նրանք նայելով ձեր էջը, Լորետա ջան, ընտրում են ձեզ նվեր։ Եվ հենց հիմա դու ունես նվեր, որ արդեն ինձ մոտ է, հասել է, հույսով եմ դու սիրով այն նաև կընդունես եւ կկրես, եւ վստահ եմ հենց հիմա ինձ էլ է խեղդում այդ թեման։ Ես շատ կուզենամ դու նվերը հիմա բացես տեսնենք քեզ դուր է գալիս, որպեսզի իմ ընկերները հանգիստ լինեն եթերում։
Իդեպը բրենդային բիժուտերիա է եւ շատ քո տարիքին համահունչ։ Շատ շնորհակալ եմ։ Բարձրացրու տեսնենք։ Շատ գեղեցիկ է։ Եվ քո տարով ոնց հասկացա, հա։ Այո։ Ապրեն ընկերները շնորհակալ եմ։ Սիրով կկրեմ։ Ապրեն, շնորհակալ ենք շատ։ Իսկ ես այսքանից հետո ասեմ, որ եզրափակվում ենք հաճելի կատարմամբ, այն որ եթե ուզում եք մաքրվեք եւ այստեղով, մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետեւ Գևորգ Դաբաղյանի սաները հատուկ ձեզ համար նախապատրաստել են կատարում։